Աղոթե հոգով, ամեն աղոթքով և աղաչանքով, աղոթք արեք ամեն ժամանակ հոգով և սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար։ Եփեսացիների 6:18 Աղոթքը և հնազանդությունը հոգևոր պատերազմում ամենահզոր զենքերն են, և մենք բարձր զգոնության ժամանակաշրջանում ենք։ Ուշադրություն դարձրեք, Պողոսն առաջարկում է, որ աղոթենք հոգով, ոչ թե երբեմն, այլ ամեն ժամանակ։ Ինչպե՞ս ենք աղոթում հոգով։ Միջոցներից մեկը Աստծո խոսքով աղոթելն է։ Երբ կարդաք Սուրբ Գիրքը, կհայտնաբերեք, որ որքան տարբեր կարիքներ, այնքան էլ տարբեր աղոթքներ կան։ Հայր մեր աղոթքը ամենօրյա հրաշալի աղոթք է, բայց օրվա ընթացքում մենք բացահայտում ենք տարբեր իրավիճակներ, որոնց համար պետք է աղոթել։ Մենք տեսնում ենք կարիքավոր մարդկանց, ճգնաժամի մեջ հայտնված երկրներ, առաջնորդների, որոնք իմաստության կարիք ունեն։ Մենք պետք է աղոթենք մեր ընկերների համար, մեր ընտանիքների համար, մեր թշնամիների համար։ Հոգով աղոթելու մեկ այլ միջոց է աղոթելիս Սուրբ Հոգու առաջնորդությանը ուշադիր լինել։ Կլինեն ժամանակներ, երբ կզգանք, որ ինչ-որ բան այն չէ, կամ ինչ-որ մեկը կարիքի մեջ է, աղոթեք նրա համար։ Իմ կյանքում հաճախ է պատահել, երբ աղոթել եմ ինչ-որ մեկի համար և ավելի ուշ պարզվել է, որ նա դժվարության մեջ էր։ Աղոթքը կարող է լինել ընդհատական և անձնական։ Դուք կարող եք աղոթել կանգնած, նստած, պառկած կամ ծնկած։ Աղոթքը կարող է լինել սրտի լուռ մտորում կամ աղաղակ։ Աղոթքը պետք է լինի այնքան բնական, որքան շնչառությունն է։ Մեզ խրախուսվում է ամեն ժամանակ ուրախ լինել, անդադար աղոթք անել, ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում։ 1 Թեսաղոնիկեցիների 5:16-18 Սուրբ Օգոստինիոսը այսպես է ասել. «Աղոթեք այնպես, ասես ամեն բան կախված է Աստծուց, և աշխատեք այնպես, ասես ամեն բան կախված է ձեզնից»։ Մենք հզոր ենք այնքան, որքան մեր աղոթքներն են հզոր։ Ուժեղ կանայք ուշադիր են իրենց աղոթքի կապը ամուր պահելու հարցում։ Ես սիրում եմ աղոթել, երբ լսում եմ երկրպագության երաժշտություն։ Սիրում եմ նաև պահել աղոթքի օրագիր։ Տասնամյակների ընթացքում դրանք դարձել են Աստծո հավատարմության վկայությունը։ Մեր երկնային Հայրը գիտի, թե ինչ մարտերի մեջ ենք հայտնվելու և մատակարարել է ամեն բան, ինչի կարիք ունենք, ոչ միայն կանգուն մնալու, այլ հաղթելու համար։ Թշնամին կշարունակի կռվել մեր դեմ, բայց չի հաղթի։ Եկեք աղոթենք։ Երկնային Հայր, սովորացրու ինձ աղոթել, մինչև որ աղոթելը դառնա այնքան բնական, որքան խոսելը։